Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մենք ճանապարհորդել ենք Հայաստանի ամենագեղեցիկ, ամենականաչ մարզերից մեկով, որը հարուստ է նաև տաճարներով, ամրոցներով և բերդերով, անտառներով, շառաչուն գետերով, այն նաև արդյունաբերական մարզ է։ Հուսով եմ կռահեցիք, թե որ մարզի մասին է խոսքը։ Մենք ուղևորվում ենք Լոռի։ Լոռու մարզը սահմանակից է պետություններից միայն Վրաստանի Հանրապետությանը։ Մարզերից Տավուշի մարզին, Կոտայքի մարզին, Արագածոտնին, ինչպես նաև Շիրակին։ Այժմ իմանանք մի քանի տվյալ Լոռու մասին։ Լոռու տարածքը 3799 կիլոմետր քառակուսի է։ Բնակչությունը 235.5 հազար մարդ։ Մարզկենտրոնը Վանաձորն է։ Քաղաքներն են Ալավերդին, Ախթալան, Թումանյանը, Շամլուղը, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը։ Մարզի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ է։ Այստեղով են անցնում հանրապետական նշանակության շատ ճանապարհներ։ Ամենահայտնի ճանապարհներից են Գյումրի-Սպիտակ Վանաձոր Վրաստան ավտոճանապարհը, ինչպես նաև Վանաձոր-Սպիտակ Երևանը, Վանաձոր Ալավերդի Թբիլիսին։ Լոռին սարավանդների և բարձրաբերձ լեռների մարզ է։ Այստեղ ինչպես կան դաշտեր, այնպես էլ շատ բարձր լեռներ։ Խոշոր դաշտերից են Լոռու և Տաշիրի դաշտերը։ Լեռներն են Փամբակի, Բազումի, Վիրահայոց, Գուգարած, Ջավախքի և Բովաքարի։ Ձեր էկրաններին այժմ տեսնում եք Բազումի լեռները, որի վրա տեղադրված է Հայաստանում դեռևս միակ հողմաէլեկտրակայանը։ Իսկ սա Փամբակի լեռներն են։ Մարզը հարուստ է նաև ներքին ջրերով։ Այստեղ է գտնվում Հայաստանի ամենաջրառատ գետը՝ Դեբետը, որը ձևավորվում է Փամբակի և Ձորագետի միախառնումից։ Խոշոր գետ է նաև Մարցը, լճերից հայտնի են Դսեղի ծովերը և Մտնալիճը։ Այժմ տեսնում եք Լոռվա Դսեղ գյուղում գտնվող Ծովեր լիճը։ Ինչպես նշեցինք, Հայաստանի ամենաջրառատ գետը Դեբետն է, որի ջրերի մեջ, ըստ Թումանյանի, խեղդվել է անուշը։ Ստեփանավան քաղաքի միջով է հոսում նաև Ձորագետ վտակը։ Ինչպես նշեցի, մարզը հարուստ է բազմաթիվ օգտակար հանածոներով, հատկապես մետաղներով, բազմամետաղներով, ամենահայտնին պղնձի հանքերն են։ Մարզում կան նաև հրակայուն կավի, գրանիտի և հանքային ջրերի պաշարներ։ Կլիման համեմատաբար խոնավ է և մեղմ։ Նախալեռներում ձմեռը կարճատև է ու մեղմ, ամառը տևական և շոգ։ Միջին բարձրություններում ձմեռը ձնառատ, բայց ոչ խիստ է, ամառն արևոտ է, տաք և անհողմ։ Լանդշաֆտներից տարածված են լեռնատափաստանները և լեռնանտառները։ Այժմ արի հասկանանք, թե ուր պիտի այցելել, եթե գնաս Լոռու մարզ։ Միջնադարյան Հայաստանի ամենագեղեցիկ վանական համալիրներից մեկն է Հաղպատի վանքը, ուր ծառայություն է մատուցել նաև Սայաթ Նովան։ Այս վանական համալիրի անունն է Սանահին, որը ստուգաբանվում է որպես «Սա նրանից հին է»։ Խոսքը վերաբերում է Հաղպատի վանքին։ Սանահինի վանքը ավելի վաղ է կառուցվել, քան Լոռու մյուս հրաշքը՝ Հաղպատը։ Այցելելով արդյունաբերական քաղաք Ախթալա, մենք կտեսնենք ամրոցը և եկեղեցին։ Վաղ քրիստոնեական տաճարներից է նաև Օձունի վանքը, որը գտնվում է Օձուն գյուղում։ Դեբետի ափին ժայռերում է ծվարել նաև Հոռոմայր վանական համալիրը։ Արդիվիում է գտնվում համանուն եկեղեցին, ուր ամփոփված են Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մասունքները։ Ձորագետ գետի հովտում է գտնվում Հնեվանք վանական համալիրը։ Եվ վերջապես մեր ուղևորությունը կավարտենք Դսեղ գյուղում, որտեղ ծնվել է և մանկությունն անցկացրել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Եվ հավանաբար այս չնաշխարհիկ բնությունն է ներշնչել, որ մեր Հովհաննես Թումանյանը դառնա այդքան հայտնի բանաստեղծ։ Դե ինչ սիրելի աշակերտ, այսօր այսքանը Լոռվա չնաշխարհիկ մարզից։ Կհանդիպենք հաջորդ մարզում։